Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, եւ շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, այսօր բավականին այսպես աղմկահարույց հայտարարություններ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում, նախ սկսենք նրանից, որ ասում էր 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններով հաղթել է այսպես կոչված իրական Հայաստանը։ Հետաքրքիր է ձեր կարծիքը, որն է, ինչ ասել է առհասարակ իրական Հայաստան ըստ Նիկոլ Փաշինյանի, եւ եթե սա ուրեմն այսպես պրոյեկտենք ոչ միայն քաղաքական հայտարարությունների համատեքստում, այլև գլոբալ առումով, ինչ պատկեր ենք ստանում առհասարակ, խնդրեմ ձեր կարծիքը։ Նախ վարչապետի պարտականություն կատարող ձեր նշած անձը իրական Հայաստան գաղափարախոսության հաղթանակի վերաբերյալ, երբ բարձրաձայնում է, իրականում մեծագույն կեղծիք է թույլ տալիս, որտեղ իրականում այն Հայաստանը, որը որ փորձում են վերաֆորմատավորել եւ առաջին հերթին ոչ ինքը ընդհանրապես կատարածու է այստեղ այն ուժերը, ովքեր 2018-ին իրեն բերեցին իշխանության, իսկ դա հավաքական արևմուտքն է, վերաֆորմատավորել հետևյալի։ Առաջին, Հայաստանը ամբողջովին պետք է դուրս տրվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Ընդ որում դրա մասին լավագույն ձևակերպումը ոչ իմաստային առումով գրված է կառավարության ծրագրում, որը հաստատվել է կառավարությունը, որը շուտով ներկայացվելու է ազգային ժողով։ Այսօր եւս ակնարկներ անում էր այդ մասով։ Եվ այնտեղ նշված է, որ Ռուսաստանը պայմանագրային առումով, քանի որ մեզ հետ ռազմավարական դաշնակից պետություն է, իսկ ըստ կառավարության 2026-31 թվականի ծրագրի ընդհանրապես գործընկեր է։ Եվ բարձում է ռազմավարական գործընկերություն Հայաստանը ունի, ասենք, Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ֆրանսիայի, Եվրամիության, եվրոպական մի շարք երկրների, Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերություն, դրանք էականորեն գործընկերային մի բան է, ռազմավարականը այլ բան է։ Եվ խնդիրը այդ այսպես կոչված իրական Հայաստանի հետևյալն է. Հայաստանից դուրս ցնել այն ամենը, ինչ կապվում է Ռուսաստանի հետ, առաջին հերթին ռազմական, երկրորդ տնտեսական, երրորդ քաղաքակրթական։ Հայաստանը մտցնել տարածաշրջանում հավաքական արևմուտքի կողմից որպես նայող կարգված Թուրքիայի Հանրապետության օրբիտայում։ Այսինքն Հայաստանը պետք է դառնա ապագա թուրան ստեղծվող մեծ կայսրության մի էլեմենտ, այնպես ինչպես օրինակ այդ կայսրության ստեղծման համար 2019-ին ստեղծվեց թուրքական պետությունների կազմակերպություն, որի հիմնադիր 5 անդամներն էին Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղստանը եւ Ուզբեկստանը եւ երկու դիտորդ անդամ Հունգարիան եւ Թուրքմենստանը։ Հայաստանին եւ Վրաստանին դիտվում է, որպեսզի ներգրավեն այդ կազմակերպության մեջ եւ կազմակերպություն բառը ուղղակիորեն չէ բնորոշում այն մեծ պրոյեկտը, որով այդ կազմակերպությունը կա, որ ունի ընդհանուր բանակ, ընդհանուր բանկ, ընդհանուր այբուբեն, ընդհանուր պատմություն եւ մշակույթ եւ Հայաստանին փորձելու են ինտեգրել այդ նոր կառույցը, այսինքն տնտեսական առումով Հայաստանը ամբողջովին ինտեգրվի Թուրքիային։ Թուրքիան պետք է կառավարի Հայաստանը այնպես, ինչպես օրինակ հիմա կառավարում է Թուրքիան Վրաստանի Աջարեի ինքնավար հանրապետությունը, որը սկզբունքորեն դե յուրե Վրաստան է, դե ֆակտո Թուրքիա։ Այ Հայաստանի ճակատագիրը տնտեսական առումով դա է։ Երկրորդ, Հայաստանը իրենից որևիցե անվտանգային խնդիր չպետք է առաջացնի Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Դրա համար պետք է բոլոր այն կրվաններն ու գործիքակազմը, որով Հայաստանը կարող է փորձել վերատիրել եւ հետ բերել իր կորցրածը Ադրբեջանի հետ այս երկարուձիգ հակամարտության ընթացքում, այդ գործիքակազմը ամբողջովին պիտի վերացվի։ Այդ գործիքակազմի մեջ մտնում է օրինակ մոտիվացված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը պետք է մտածի միայն շատ փող աշխատելու եւ լավ ապրելու մասին։ Երկրորդ, բանակը վաղ թե ուշ պետք է լուծարվի։ Առայժմ որոշակի թվականակն է կրճատվում, բանակում վերածվել է մոտիվացիոն դաշտը, դրա համար մենք ունենք բավականաչափ մեծ թվով ոչ կանոնադրական հարաբերություններով զոհեր։ Երրորդ, մեր դիմադրականությունը նաև փաստացի մեր Սփյուռքն է։ Սփյուռք Հայաստան մեծ անջրպետ պետք է ստեղծի, որ արվում է։ Դրա համար 2018-ին փակվեց Սփյուռքի նախարարությունը եւ հոգեվոր դաշտում մեր եկեղեցին պետք է ամբողջովին կառավարելի դառնա վարչապետի աթոռի նստած, ասենք ցանկացած անձից։ Նույնիսկ եթե դա լինի, ասենք, բան, ոչ մարդ,
ինչ որ մի փայտի կտոր, որը կամ ռոբոտ կառավարելի դա եւ պատական չի որ հիմա այս պահին կոնկրետ ձեր նշած անձը երբ կառավարությունում մտքեր էր բարձրաձայնում, այդ մտքերի մեջ թիրախավորված էր Ռուսաստանի Դաշնությունը, թիրախավորված էր եկեղեցին եւ համատարած կեղծիքներ էր արվում, այդ թվում նաեւ ցեղասպանության պատճառների վերաբերումը 1915 հետո 1991-ից հետո եւ այլն, հա համատարած կեղծիքներ եւ այս իրողությունների ֆոնի վրա նոր Հայաստանի այսպես կոչված իրական գաղափարախոսությունը պետք է Հայաստանում դառնա դոմինանտ, ընդ որում սա կառավարության ծրագրի մեջ է, որը նշանակում է, որ Հայաստանում այսօր հաստատված ավտորիտար ռեժիմը պետք է վերածվի տոտալիտար ռեժիմի, որը նշանակում է մեկ կուսակցություն, մեկ գաղափարախոսություն, ցանկացած հակառակ կարծիք կամ այլընտրանք քրեորեն պատժելի են եւ բանտերն են սպասում այն անձած եւ կազմակերպություններին, որոնք դեմ կարող են արտահայտվել այդ մեկ գաղափարախոսության, որի անունը այսպես կեղծիքով ձևակերպված իրական Հայաստանն է։ Այսօր նաև խոսում էր այսպես սահմանադրության մեջ անկախության հռչակագիրը, որ չի լինելու, այսինքն չի հիշատակվելու։ Այ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանն այլևս շատ բաց տեքստով է խոսում իր ընտրազանգվածի հետ եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ եւ այն է, ինչը որ կա իրականում։ Այլևս այսպես դերի մեջ մտած չի խոսում, ինչպես նախընտրական process-ների ժամանակ գոռում, գոչում էր, ասում էր սիրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ։ Այդ առումով, եթե Փաշինյանը զգացմունքային մտքեր արտահայտում է ժողովրդի ցանկացած անհատ կարող է շատ արագ գնահատել ինչ է իրականում ասում։ Մտածեք ճիշտ հակառակը։ Երբ որ ինքը համատարած սիրուց է խոսում, ուրեմն իմացեք իր մեջ ատելությունը հասել է աստղերին։ Ինքը ատում է, ինքը չի սիրում։ Հիմա ինչ ասել է անկախության հռչակագիրի դեպ 3 օգոստոս 23-ին արդեն 36 տարի է ինչ ընդունվել է անկախության հռչակագիրը 90 թվականի օգոստոս 23-ին, որի սահմանադրությունից հեռացումը ունի երկու հիմնական նպատակ։ Առաջինը Արցախն է, երկրորդը ցեղասպանությունը։ Արցախ նշանակում է, որ բավարարում է Ադրբեջանի նախագահի պահանջը, որպես պարտված երկրի պարտված եւ ծնկած իբր կառավարիչ, երկրորդ հաճոյանում է եւ փորձում է դիվանագիտական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, որի նախապայմանն է հայոց ցեղասպանության ուրացումը եւ այդ թեմայի փակումը, որտեղ չպետք է լինի ցեղասպանության արծածում աշխարհում, չպետք է լինի ցեղասպանության հետևանքների վերացում, փոխհատուցում, այո, եւ բարոյական ամրագրում բացի իրավականից։ Հիմա Փաշինյանը այդ ամեն ինչը գրված էր անկախության հռչակագրում։ Հարմեն անկախության հռչակագիրը հիմնական մայրօրենքից բնականաբար այդ երկու կետը ավտոմատ կերպով դուրս է գալիս։ Ոստի եւ օրվա իշխանությունների խնդիրը ինքը մահախոսականն էր այսօր կարդում Հայաստանի 3-րդ հանրապետություն։ Այն ծրագրի, որով 3-րդ հանրապետությունը պետք է հուղակավորվի եւ ստեղծվի մի հանրապետություն, որի անունը իբր խաղաղ, ինքնիշխան, իրական Հայաստանն է, իսկ իրականում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կառավարվող տարածք։ Ավելին ասեմ, ոչ այն սահմաններում, որի վերաբերյալ ինքը պարբերաբար բարձրաձայնում է այդ 29743 քառակուսի կիլոմետր, դա չի լինելու։ Բայց արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկանում է օրվա եւ պահի լրջություն, այս հարցերի լրջությունը հասկանում է։ Ես դժվարում եմ գնահատել, որտեղ սոցիալական հարցում չեմ արել։ Ես քաղաքացին դա Հայաստանի Հանրապետության 2 միլիոնից ավել բնակիչներն են, չէ՞։ Բայց փաստում է փաստ, որ իշխանական լրատվամիջոցները արևմտյան գրանտներով սնվող տարբեր զանգվածային լրատվամիջոցներ, քարոզչական այլ գործիքներ օրը 24 ժամվա ռեժիմով փորձում են լվանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուղեղը։ Այդպես լվացին Արցախում մեր քուրերի եղբայրների, որոնք հավատում էին, որ օրինակ նոյեմբերի 9-ի ստորագրումից հետո Ադրբեջանը այլևս չի հարձակվի, որտեղ սկզբունքորեն կոլեկտիվ եւ տոտալ ինքնապաշտպանության չանցան 20 թվից մինչեւ 23 թիվ, այսինքն 3 տարի ժամանակ կար։ Այսինքն իրենց խաբեցին, իրենք խաբվեցին։ Գիտեք, երբ միջանձնային հարաբերություններում մեկը խախտում է պայմանավորվածությունը դիմացինի հետ, ինքը սրիկա է, իսկ դիմացինը առավել շատ է վստահել խափողին։ Եթե երկրորդ անգամ է խափողը իր դիմացինին խափում, ըստ դեպքում այլ որակում է տրվում։
որ խափողը հիմար է, արդեն խափողի խնդիրը չի։ Խափողի խնդիրն է։ Հիմա մենք ցավալիորեն հայտնվում ենք այդ երկրորդ որակավորման մեջ, որտեղ Արցախը մեզ համար լավագույն դասն էր, հիմա մենք փորձում ենք երկրորդ անգամ խափվել, որ դիմացինը սրիկայի ակնհայտ է, բայց արդեն մեր խնդիրն է, խափողի խնդիրը չի, որտեղ խափողը հստակ խնդիր է դրել, ստել, կերծել, մանիպուլացնել, որպեսզի կատարի այն ծրագիրը, որի համար 2018-ին իրեն բերել են իշխանության։ Խնդիրը արդեն մեր մեջ է, մեր մեջ ասելով ես նկատի ունեմ 3 հիմնական գործիք առաջին քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ, որոնք առավել ակտիվ են եւ որոնց խնդիրն է իրենց համախոհներին եւ համախոհների շրջապատում գտնվող Հայաստանի քաղաքացիներին բացատրել իրողությունը 24 ժամվա ռեժիմով 7 անգամ 24։ Ուրեմն երկրորդը դրանք փորձագիտական շրջանակներն են, որոնք լավագույնս հիմնավոր եւ մատչելի կարող են մեր երկրի քաղաքացիներին բացատրել։ Երրորդը զանգվածային լրատվամիջոցները։ Ես կարծում եմ, որ իշխանություններին որոշակի առումով էֆեկտիվ իրենց քարոզությունը կարողանում են ձախողել, կարողանում են կեղծիքը զանազանել ճշմարտությունից եւ իշխանությունների դիմակը պատրել իմ վերջին երկու գործիքը ասած։ Առաջինը փորձագիտական շրջանակն է, երկրորդը զանգվածային լրատվամիջոցները։ Ես այս առումով ավելի շուտ առաջնահերթ կդնեի զանգվածային լրատվամիջոցների ընդդիմադիր իրենց գործունեությունը, որը բավականին էֆեկտիվ է։ Բայց հասարակական եւ քաղաքական կառույցները, որոնք ունեն նաեւ խորհրդանական որոշակի ներկայացվածություն, կարծում եմ իրենք դեռ անելիք ունեն, որտեղ իրենց լծակները, իրենց լսանը, մետրային եւ դեցիմետրային ալիքներով հերոստանգերություններում ելույթ ունենալը, իսկ ազգային ժողովի նիստերի լուսաբանումը նաեւ արվում է հերոստատեսությամբ, ընդ որում այդ հերոստատեսությամբ այսօր չկա անդիմադիր մեծ հաշվով հերոստալիք, որը ունի մետրային կամ դեցիմետրային հաճախականություն։ Դա վերցվել է, ուղղակի խլվել է, հա։ Ուստիև ազգային ժողովի հարթակը շատ կարևոր հարթակ է մեկ, եւ երկրորդ հաշվի առնելով, որ խորհրդանական խմբակցությունները ունեն որոշակի ռեսուրսներ լուրջ, ու ոչ միայն, բայց առաջին հերթին, ապա այդ ռեսուրսները պետք է առավել նպատակային օգտագործվեն։ Պարոն Ապետյան, անդրադառնանք բանակում տիրող իրավիճակին, իսկապես ողբերգական օրերում ենք ապրում, անցած շաբաթ երկու դժբախտ դեպքի մասին տեսանք, լսեցինք եւ այլն։ Որն է խնդիրը, որ բանակում նման բարձիթողի իրավիճակ է տիրում եւ ինչպես պիտի լուծվի այս խնդիրը։ Միթե այստեղ խնդիրը Պապիկյանի մեջ է եւ նրա հերացումով ինչ հարցեր լուծումներ կստանան, արդյոք կկարգավորվի, կկազմավորվի բանակը այս իմաստով։ Այստեղ համալիր բաց թողում է եւ անձը դա պաշտպանության նախարարը չի առաջին հերթին, ոչ էլ գլխավոր շտաբպետը։ Սա երկրում վարվող քաղաքականությունն է, այսպես կոչված իրական Հայաստանի քաղաքականություն կյանքի կոչելը, որը ինչ նպատակ է հետապնդում։ Այսինքն սա է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այո, բանակ, օրինակ ասեմ այսպես, որպես հետևանք բանակ պիտի չունենանք։ Որտեվ չեմ բացառում, որ սա Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է։ Այնպես ինչպես անտրամաբանական է մեր հայ-ադրբեջանական սահմանը 44 օրյայից եւ 23 թվականի սեպտեմբեր հայտնի դեպքերից հետո ավելի մեծացել է, մեզ մոտ թվականակը կրճատում է։ Չէ, անտրամաբանական է, չէ, երբ որ զինվորի սպայի կարիք կա։ Հիմա, եթե գնահատենք, ապա այդ համալիրի մեջ ինչ չափորոշիչներ է մտնում։ Առաջին Պաշտպանության նախարարի գլխավոր շտաբպետը իրենց տեղում չեն։ Այն առումով, որ իրենց ենթակա սպայակազմը, այդ թվում ներառյալ դասակի հրամանատարը, ամենաներքևի օղակը սպայակազմ, նրանք իրենց տեղում չեն։ Եվ դա համատարած է։ Իսկ եթե համատարած է եւ եթե մի տեղ, երկու տեղ լիներ, ասենք կարող ենք որպես պատասխանատու վերցնել Զորամասի հրամանատարին, փոխում ես հրամանատարին, բաց թողումները նոր հրամանատարը գնահատում է եւ շտկում է վիճակը։ Այստեղ համատարած է նախարար շտաբի պետ, որտեղ դա շատ զորամասերում է, այսինքն կենտրոնացված սխալ սպայական քաղաքականություն է վարում։ Երկրորդ վերահսկողությունը, բացարձակապես վերահսկողությունը զրոյական է։ Այդ վերահսկողությունը մի ժամանակ, օրինակ նախորդ 3 նախագահների ժամանակ շատ ճիշտ օղակներ էին ստեղծվել։ Առաջինը նախարարին ենթակա վերահսկողական վարչություններ, որը եթե ինչ-որ զորամաս ստուգում էր, իսկ բոլոր զորամասերն էր ստուգվում եւ բոլոր պարամետրերով, եթե ինչ-որ բացթողումներ լինում էր եւ եթե ստուգողները որոշակի առումով կամ չէին նկատում կամ
նկատում էին չէին արձանագրում, ապա իրենք ունեին նախարարի կողմից չվերահսկվող այլ կառույց, որը վերահսկվում էր նախագահի կողմից, կոչվում էր նախագահի ռազմական տեսչություն։ Եվ այդ տեսչությունը եւս իրավունք ուներ զորամասերը ստուգել եւ զեկուցել ուղղակիորեն նախագահին եւ ոչ թե նախարարին։ Սա հակակշիռներ էր եւ վերահսկողական այդ երկու ինստիտուտները կարողանում են բավական էֆեկտիվ բանակում իրավիճակը ճիշտ գնահատել, վերադասին զեկուցել եւ վերադասը ճիշտ որոշումներ կայացնել բացթողումները շտկելու համար։ Հիմա 18 թվականից նախագահի վերահսկողության այդ կառույցը մցրեցին նախարարի ենթակայության տակ, այսինքն նախարարն ինքը իրենն է ստուգում, ինքը իրենն է գնահատում։ Սա նշանակում է, որ վերահսկողությունը այդ առումով բավականին թույլ է եւ երրորդ վերահսկողությունը իրավապահ համակարգի կողմից սա վերաբերվում է առաջնահերթին ռազմական ոստիկանություն, դատախազություն եւ ռազմական հակահետախուզություն։ Բանակում իրավիճակի նման գնահատական այդ երեք ուժային միավորները եւս դի վերադասին զեկուցեն, ցավոք սրտի նրանք եւս իրենց տեղում չեն։ Սա ինչ վերաբերում է վերահսկողական գործառույթ։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա սովորաբար բանակում միջանձնային հարաբերություններում քրեական ենթամշակույթով դեպքեր պատահարները ծնունդ են այն բանակներում, որտեղ չկա գաղափարախոսություն եւ չկա արտաքին թշնամի, որը միավորող հաճախ առաջացած խնդիրները բականի դյուրին կերպով եւ խաղաղությամբ լուծվող է։ Հիմա քանի որ չկա, իսկ բանակում սպայակազմը իր տեղում չի կամ իր բարձրության վրա չի, խոսքս բոլորի մասին չի, բայց կյանքը ցույց է տալիս, որ այս դեպքերն ու պատահարները ինքնին հուշում են, որ շատ-շատ է իրենց տեղում չէ։ Դրա պատճառով էր։ Մամուլում շատ տեղեկություններ տարածվեցին, որ հայհոյանքի պատճառով է։ Ուրեմն այդ հայհոյանքը հիմնականում քնելու հետ կապված է, եւ հետաքրքիր որ օրինակ իմ ծառայության ժամանակ եթե զին անձնակազմը մարտական հերթապահությունից հետո պետք է գնալ հանգստի եւ քներ, ապա սպայակազմը նախանձախնդիր էր, որ այդ զինծառայողը քներ է։ Դրա համար բոլոր պայմանները ստեղծվում են, որ հանգստանար, որ ինչ որ ժամանակ հետո հերթափոխ տեղի ունենալուց հետո ինքը նորից գնար։ Մեկ երկրորդ անձնակազմը բավարարում էր մարտական հերթապահություն իրականացնելու, այսինքն այն ժամանակահատվածը, որ տրված էր զինվորին եւ նաեւ սպային հանգստանալու եւ քնելու իրենք բավարար չափով ռեսուրսները կային։ Իսկ հիմա քանի որ ռեսուրսներ չկան, այդ նույն զինծառայողը, որը գնում է մարտական հերթապահություն իրականացնելու, նա ավելի շատ ժամանակ է հերթապահում մարտական հերթապահություն, քան օրենքով իրեն տրված է, որտեղ անձնակազմի քանակը բավարար չի։ Իսկ որպեսզի իմ ասածը վերացական չլինի, որ բավարար չի, ես կոնկրետ խիստ առարկայական փաստ բերեմ։ 25 օրվա վարժական հավաքների ժամանակ ապօրինի ձևով քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ, նաև զինվորական կանոնադրության շատ կետեր խախտելով, այդ անձանց հանում են մարտական հերթապահություն, որի իրավունքը չկա, որտեղ այդ անձին չունեն բավարար պատրաստվածություն 25 օրվա վարժական հավաքների, որի նպատակը մարտական հերթապահությունը չի։ Հանում են մարտական հերթապահություն, մի քանի օր ուսումնական զորամասերում իբր վերհիշելով հանում են հերթապահություն։ Ինչու են հանում հերթապահություն, խախտելով օրենքներ եւ կանոնադրական որոշ դրույթներ, որտեղ չի բավարարում մարդկանց քանակը, հավասիկ սա լավագույն ապացույցն է, որ թվականակը չի բավարարում, իսկ եթե չի բավարարում, զինվորը ավելի շատ ժամանակ է հերթապահության մեջ, որը հոգնում է։ Սպայակազմի թույլ եւ ոչ հետեւողական վերահսկողությունը նաեւ բերում նրան, որ զինվորը բավարար չափով չի հանգստանում եւ գնում է դիրքեր, քնում է, որ իրավունքը չկա, այդտեղ սպայակազմը իր բարձրության վրա պետք է լինի եւ բացատրի թե ինչու, պատճառը նախ հասկանա, հետո պատճառը վերացնի, որ հետևանքները վերանան, չի վերացում եւ զինվորները ստիպված իրենց ոչ կանոնադրական ընկալումներով որոշում են կայացնում, որ քնողը ինքը վատ անձնավորություն է եւ ով քնում է պետք է պատժվի, որտեղ դիրքում քնել նշանակում է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի առաջ խաղացման ժամանակ այդ մասը սահմանի, որը զինվորը մարտական հերթապահության ժամանակ հսկում է, պահպանություն է իրականացնում եւ եթե քնած ես եւ հակառակորդը ուզում է քո տարածքը մտնել, դու պահպանությունից պետք է անցնես պաշտպանության, այսինքն կրակ ես։ Եթե դու քնած ես, ո՞նց ես կրակելու։ Ո՞նց ես իմանալու, որ հակառակորդը մտել է քո դիրքերը։ Պարոն Նահապետյան, տեսեք, խոսում եք արատավոր բարքերի մասին, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր է ինչու արմատախիլ չեն արվում այդ արատավոր բարքերը, որպեսզի նմանատիպ դեպքերը չեզոքացվեն բանակից։ Իսկ այդպիսի խնդիր պիտի դրվի, չէ՞, արմատախիլ արվելու, եւ պատճառները չէ՞ պետք է հասկացվեն։ Ես կարծում եմ այդպիսի խնդիր դրված չի, եւ նույնիսկ եթե դրված է կարգախոսների եւ կենացների մակարդակով։ Երբ որ դեպքերը շատացվեց, պաշտպանության նախարարը հայտնեց էկրաններին, գնում այն ինչ-որ զորամասերում ստուգումներ անցկացնում։ Մեղմ ասած մեկը լինի իրեն ստուգի, իր գիտելիքները, փորձառությունը, նույնի դեպ վերաբերում է նաև շտաբի պետին։
Բայց այստեղ իրենք եւս ոչ առաջնային օղակ են այս դեպքերի պատճառով։ Առաջնային օղակը այս պահին հանրապետության վարչապետի պարտականությունը կատարող անձն է։ Թեև խաղաղ ժամանակ մեր երկրի համարությամբ զինված ուժերի թիմի 1 պատասխանատու անձը գլխավոր շտաբի պետն է, իսկ վարչապետի աթոռի վրա նստած անձը միայն պատերազմի ժամանակ, բայց քանի որ ինքը իր համար սահմանադրությունը ընդհանրապես ինչ-որ մի վերացական իրավական ակտերի փաթեթ է, ապա ինքը իրեն է համարում եւ ինչպես պատերազմի ժամանակ երբ մեր օրենսդիր մարմինը իրավական ակտ չեն ընդունել, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ, այդպես է չընդունվեց, բայց ինքը իրեն գերագույն գլխավոր մի ժամանակ իսկ հիմա գլխավոր հրամանատարի պարտականություն իր վրա էր վերցրել։ Հիմա նույն ձևով մենք կարող ենք գնահատել թող իր վրա վերցնի եւ նաեւ պատասխանատվություն վերցնի, թե ինչու է այդ դեպքերը։ Վերջին հաշվով մեր զավակներն են, չէ՞, մեր արմնակիցներն են, մեր երկրի քաղաքացիներն են, ժողովրդի զավակներն են, չէ՞։ Դեպքերի հետևանքով ընդ որում սա գրանցենք այսպես մահը եղավ, բայց հետո երբ որ քրեական գործ է հարուցվում, քանի ընտանիքի զավակ հայտնվում է բանտում, ընդ որում ոչ կարճ ժամանակով, չէ, երկար ժամանակով, այսինքն մենք նաև արձանագրենք, որ այդ ընտանիքներում եւս ողբերգություն է, որոնց զավակները հայտնվում են, կապ չունի դա շարքային անձնակազմ է թե սպայակազմ է, չէ, այսինքն մեկ մահվան դեպքը իր մեջ կարող է ասենք մի քանի մինչև 10-10-ից ավել մարդկանց ներգրավել, որոնք հայտնվելու են բանտերում, իսկ բանտերում դու ոչ քո հասարակությանն ես օգուտ տալու, որպես քաղաքացի, որտեղ քո իրավունքները սահմանափակված են, ոչ էլ քո ընտանիքին, ոչ էլ ընտանիք ես կազմելու, այսինքն ողբերգությունը միայն մահը չի, շտավել խորքային է այս ամեն ինչը, հա, եւ հասարակության ընդունումը վաղ չի միսօրը, եթե օրինակ նույն վարչապետի պարտականություն կատարող անձը, եթե հրապարակավ ասի դեպքերը շատ են, սկզբունքորեն մենք հիմա աշճանաբար կգնանք կրճատման եւ այլն, այսինքն բանակը փակելու խաղաղությունը հաստատվել, բանակ ինչի համար է պետք, սահմանապահ ուղեկալներ կլինեն, սահմանապահներ կլինեն, Ադրբեջանի սահմանապահ կունենա, բայց Ադրբեջանն է բանակ ունի, հա, եւ հետո կլինի ոստիկանություն, այլ բանակ պետք չի։ Եվ արերևույթ մեր ժողովրդի որոշակի զանգված նաև ողջավորությամբ կդիմավորի այդ առաջարկը, ինչու կասեն մեր երեխաները չեն գնա բանակում զոհվելու, որտեվ հիմա բանակը ասոցացվում է մահերի հետ։ Այս սա ես չգիտեմ կանխամտածված է արվում թե չի արվում, բայց փաստը մնում է փաստ, որ բանակը դառնում է միտեղ, որտեղ երեխաները գնում զոհվում են, եւ վաղ չեմ իսորնել նույն փաշտանը ասելու հաստատված է խաղաղություն, մեզ բանակ պետք չի միայն սահմանապահ ուժեր, այդքան բան։ Պարոն Նահապետյան, եւ այսպես փորձենք ամփոփել մեր զրույցը հետեւյալ թեմայի շուրջ կցանկանայի զրուցել նաեւ ուրեմն տեսեք Տիգրան Աշենի մասին խոսակցությունները անցած շաբաթվանից այսպես եռում են մեդիա դաշտում, բայց միևնույն ժամանակ հարցս հետեւյալն է. այսքանից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես վստահի կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ղեկավարությանը առհասարակ, որ հաջորդիվ մեկ այլ մարզի, մեկ այլ գյուղի անուն չի տա վարչապետը եւ չի ասի, որ դա հայկական տարածք չէ, Հայաստանի տարածքը չէ։ Նախ Տիգրան Աշենը ինքը ստրատեգիական է, ես չեմ գտնում, որ կա մեկ այլ տարածք Հայաստանի Հանրապետության, որը նման ստրատեգիական նշանակություն ունի, ինչ որ Տիգրան Աշենը, ինչու։ Նախ Տիգրան Աշենը Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող հյուսիս-հարավ Ռուսաստան-Իրան կապի 5 ճանապարհներից մեկով է անցնում, Տիգրան Աշենով է անցնում այդ ճանապարհը, այսինքն Ռուսաստանից Վրաստան, Հայաստան, Իրան, շատ կարճ ճանապարհ է, սա 5 երկուսը Ադրբեջանով, մեկը Կասպից ծովով եւ 5-րդ ճանապարհը Միջինասիական Հանրապետություններով, հիմա մի ճանապարհը այսպես է անցնում, այս ճանապարհը սկզբունքորեն հիմա երկու տեղ ուղղակի թե անուղղակի փակ է, մեկը Գորիս-Կապան 21 կիլոմետր ճակատեն հատվածն է, որը 21 թվականի սկզբին փակվեց, կամ 20-ի վերջին 44 օրից հետո։ Երկրորդը դա Տրամպի ուղին է, որը հանձնում է այլ պետության կառավարմանը։ Երրորդը սա է։ Այսինքն Իրան-Հայաստան անգամ կապն է փակվում, հա։ Երկրորդ, ինչ ստրատեգիական նշանակություն ունի, եթե դա հանձնվելու է, Ադրբեջանի զինուժը ուղղակի հայտնվելու է միջպետական երկու ճանապարհի վրա։ Եվ ես չեմ բացառում, որ Ադրբեջանը, քանի որ այդ տարածքը իրեն է տրվում գյուղը եւ իր շրջակա տարածքները, ապա այդտեղ դնի սահմանապահ ուղեկալներ, մաքսային ծառայություն եւ ֆիտոսանիտարական ծառայություն։ Եվ ասի Հայաստանը իմ տարածքն է մտնում, իմ պետության, որպես այլ պետությունից իմ պետության տարածք մտնող պետք է ենթարկվի 3 ծառայությունների կողմից սպասարկման։ Հետո նոր դրանից հետո կարող է շարունակել ճանապարհը։ Այսինքն Հայաստանը այդպես երկու մասի է բաժանվում։
հաջորդ վտանգը, եթե նման բան տեղի ունեցավ, ապա սկզբունքորեն դա մեծ արտագաղթի խթան կարող է հասկանալ, խոսքը Սյունիքի, Վայոց ձորի, Եղեգնաձորի եւ Արարատի մարզի բնակավայրից են։ Վստահաբար այնտեղից մեծ գաղթ է։ Առավելից որ այդ շրջաններում իշխանությունների թեթև ձեռամբ Հանրապետությունում 231 դպրոցների փակման առույցի բաժինը վերաբերում է հենց այդ մարզերին, իմ նշած։ Այսինքն դա եւս խթան է արտագաղթի։ Այսինքն պլանավորված գործողություններ են, այսպես։ Ես կարծում եմ պլանավորողը Փաշինյանը չի։ Պլանավորողը այն երկրներն են, որոնք դաշնակից են Ադրբեջանի եւ Թուրքիայի, խոսքս առաջներթին Բրիտանիան է, որը դաշնակից է Ադրբեջանի Թուրքիային, այսինքն տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացման նպատակ է դրված, խոչընդոտները այդ ուժեղացման ճանապարհին պետք է վերացնեն, իսկ Հայաստանը, Սյունիքը, Տիգրանաշենը եւ Հայաստանը ընդհանրապես որպես սեփ թուրքական աշխարհի ցամաքային աշխարհագրական տարածքից պետք է հանվի։ Այ հիմա այդ հանելու գործընթացն է։ Մնացածը ամեն ինչ կեղծիքի եւ կենացների դաշտից է։ Ինքնիշխանություն, իրական Հայաստան, պարզ հստակ խնդիր է դրված, այստեղ հայաթափել, ինչ որ մի փոքր տարածք թողել եւ Աստված միար ասի, եթե Ռուսաստանի սահմանապահները եւս հանեն, ձեզ վստահեցնում եմ, Թուրքիան հաջորդ օրը իսկ պահանջ է դնելու Հայաստանի Հանրապետության առաջ երկու պետությունների միջև դելիմիտացնել, դեմարկացնել սահման։ Այն որ ռուսները այստեղ են, դա Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի հիման վրա են։ Եթե հանում ես այդ պայմանագրերը այլևս չեն գործում, ընդ որում Ադրբեջանը ու Վրաստանը Կարսի պայմանագրերը չեղարկել են։ Չեն չեղարկել Հայաստանը, Ռուսաստանը եւ Թուրքիան։ Որ պահին մենք հանում ենք, չեղարկվում է դա, ապա Թուրքիայի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարությանը առաջարկ է անում երկու պետությունների միջև իրականացնել սահմանագծություն եւ սահմանազատում։ Վերջին պայմանագիրը Կարսի եւ Մոսկվայի պայմանագրից առաջ Հայաստանի եւ Թուրքիայի միջև եղել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլի կամ Ալեկպոլի պայմանագրով։ Այն է 9840 կիլոմետր։ Այդ պահին Ալիևը մեկ արագ զանգ է ստանում Էրդողանը Ալիևից։ Ալիևն է խնդրում է, որ Երևանը իրենց պատմական հայրենիքն է։ Այդ 9800-ն էլ պետք է տրվի Ադրբեջանին։ Սա ես հումոր չեմ անում, սա ամենայն լրջությամբ եմ ասում, եւ այնինչ ասում եմ, սա հիմնավոր եմ ասում, մեզ օրվա իշխանությունները պատրաստվում են այդ ճակատագրին։ Շնորհակալ եմ ձեզ համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։